Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, ուրեմն այսօր պատրաստելու ենք բաստուրմա, ինչպես տեսնում եք արդեն նախապես ես միս արդեն վերցրել եմ, մշակել եմ, նայեք բաստուրմի համար վերցնում եմ ես տավարի ասրամսից, շատ լավն է լինում, շատ որակով, նայեք, ոչ յուղ կա, ոչ ջիլ կա, ամբողջ այսպես դե ինձ սիրելիներս սկսեցինք, ուրեմն մինչ միսը կդնենք աղի մեջ, ինչ ենք անում, այ այսպես չոփիկի օգնությամբ միսը այ այսպես մինչև խորը մի քանի տեղից ծակրտում ենք, որպեսզի աղը լավ մեջը մտնի, կարող ենք այս մի կողմից էլ նույնը անել, այ այսպես մինչև խորը տանում ենք չոփի, վերջ, հիմա վերցնում ենք ամանը և կոնտրնեմ այ այսպես սկզբից տակը լավ աղ ենք անում և այ այսպես երեք օրը բավական է, լավ արդեն աղը մեջը մտած կեղի և դնելու եմ սառնարանում, հիմա ամբողջը աղի մեջ պատեմ, այսպես սիրելիներս բոլոր կողմերից ընթացքում վաղը մյուս օրը ընթացքում բացելու եմ իր ջուրը դուրս է գցելու, այդ ջուրը թափելու եմ, նորից աղանեմ ու դնեմ սառնարան, այդ 3 օրվա ընթացքում սիրելիներս, հիմա անցանք հաջորդին, նայեք ինչքան լավն է, բաստուրմի համար ասում եմ չէ, տավարի աստրամիսն է, միայն լավը դիմում և հարմար է և այ այսպես սայլ ամբողջությամբ այ այսպես ենք որ արդեն ներս քաշի ջուրը դուրս է գցելու այ այսպես սիրելիներս նայեք սա կտեղավորենք այս մի կողմը ես մանրաղուղ եմ անում Ես վերցրել էի ընդամենը 3 կիլոգրամ տավարի աստրամիս, նայեք, այ այսպես թողնելու եմ սառնարանում 3 օր, ու այդ ընթացքում ասում եմ չէ, ջուրը դուրս կգցի, կթափեմ, նորից կդնենք մեջը, վրան էլի աղ կանենք, որպեսզի լավ աղը ուտի Հիմա կդնեմ սառնարան, սիրելիներս, 3 օր հետո կշարունակենք։ Բարի օր, սիրելիներս, դե ինչ դրացավ է 3 օրը արդեն, 3 օրը ինչ աղի մեջ եմ այդ միսը, 3 օրվա ընթացքում ուրեմն ես անընդհատ ջուրը թափել
եմ նորից վրան աղարել, որ լավ աղը մեջը քաշի։ Այս նորից ամեն դեպքում ջուրը դուրս է գցում։ Հիմա ինչ ենք անելու, հոսող ջրի տակ, սառը ջրի տակ, լավ լվանալու ենք այս ամեն ինչը և 20 րոպե դնելու ենք սառը ջրի մեջ։ Ամանը ջուր ենք լցնելու, դնելու ենք սառը ջրի մեջ։ Հիմա սկսեցինք ընթացքում մասները կասեմ։ Տենց ելնեց, հիմա ես այս ամբողջը սառը ջրով լվանամ և ցույց կտամ։ Հիմա նայեք, որ ես ասեց արդեն համիտան եմ լվանամ, նայեք վրայի աղը, տակի աղը ինչքան է դուրս գցել, այ այսպես լավ դուրս է գցել, քարացել է, նայեք տակի աղն ու ջուրը, հիմա սա կթափենք, սա էլ կտանենք լվանալու սիրելիներս, հոսող ջրի տակ լավ լվացինք, այ այսպես սիրելիներս քարացել է։ Հիմա դնելու ենք սառը ջրի մեջ, այսպես մնալու են մի 20 րոպե։ 20 րոպեից հետո կասեմ արդեն ինչ եք անելու, թող այ այսպես մնա։ Հիմա անցավ մեր 20 րոպեն, այ այսպես նորից սառը ջրից հանում ենք, թողնում ենք այսպես լավ ցամաքի։ Վերցնում ենք խոհանոցային թղթեսրբիչը, այ այսպես ենք դնում և լավ չորացնում։ Իսկ այն մեկով փաթաթելու ենք։ Նորից մի հատ ենք։ Այս մեկն էլ այսպես։ Այսպես լավ ցամաքացնենք։ Անցք ենք բացելու, ծակելու ենք և շատ հեշտ գնում է սիրելիներս։ Զգացինք տելը, այ այսպես։ Էլ անցկացնենք, նոր կտանք ծանրով։ Ասեմ ուրեմն 3 օրվա ընթացքում անընդհատ հետևելու ենք, երբ որ տեսնենք խոհանոցային սրբիչը թրջվել է, պետք է անմիջապես փոխենք, այնքան ժամանակ մինչև արդեն էլ ջուր դուրս չգցի, արդեն տեսնենք որ չորացել է, 3 օր պետք է ծառոցի տակնի, այ այսպես անցնենք հաջորդին, նորից նույնն ենք շարունակում, կախենք,
Իսկ դուք չեք մոռանում սիրելիներս բաժանորդագրվել իմ ալիքինքից, անչափ շնորհակալ եմ բոլոր իմ հետևորդներին, որ հետևում են, տեսնում են, շատ շնորհակալ եմ սիրելիներս։ Իմանայք, այսպես, տես փոքրիկներ, կտեղավորենք, ծանրակարը վրան ենք դնելու և թողնելու ենք 3 օր սիրելիներս, 3 ծանրակարներ դնենք ու այսօր վերջացնենք, այսօր այսքան իմանայիք ծանրակարներ վրանը, այսպես կմնա 3 օր, բայց ասում եմ 3 օրվա ընթացքում հետևողական ենք լինելու, որպեսզի անընդհատ խոհանոցային սրբիչը փոխենք, թացի մեջ չեք այրում։ Դեն սիրելիներս, նայք արդեն առացավ 3 օրը, և չորը ես անընդհատ փոխում էին, նայեք, հիմա հանեմ արդեն, և կախելու ենք չորանը, 3-ից 4 օրը բավական է, որպեսզի լավ չորանա, սիրելիներս, հիմա այսպես, նայեք, բոլորը հանելու ենք, նայեք, թեթև է խոնանոց, ընդհանրապես չոր դուր չի գցել, այսպես, կկախենք, հիմա նայեք արդեն կախեցի, կախած վիճակում կմնա ուղիղ 4 օր, 4 օր հետո կշարունակենք սիրելիներս։ Դեն սիրելիներս, նայեք, լրացավ 4 օրը, ինչքան լավ չորացել են։ Հիմա պատրաստում ենք չամանով թանձրուկը և դնելու ենք թանձրուկի մեջ, մնալու է 2 օր։ Դե ինչ սկսեցինք, թանձրուկի համար մեզ ինչ է պետք, սխտորձև և կարմիր պղպեղներ, չաման, 2 կտալ ալյուր, դե ինչ սկսեցինք սիրելիներ։ 1, 2 կտալ, մենք կծու ենք սիրում, ասել եմ չէ, կծու ենք կարմիր պղպեղ աղացած 2 կտալ և այսպես 1, 2, 3 կտալ է, քիչ էլ ավելացնենք, կարծեր, մի քիչ սև կավելացնենք, այսքանը բավական է, սև շատ չենք անում, որպեսզի իրագույնը շատ պարզ լինի, հիմա սրան ավելացնում ենք չամանը, շատ չաման չենք անում, որպեսզի դառնությունը չտա, 2, 1, 2 կտալ չամանը հետցի, ուրեմն, այսպես, լավ, խառնենք, նոր ալուրը ավելացնենք, սրանով լավ, այսպես, խառնենք, ալուրը ես մաղել եմ, նախորոք, ասեմ, այսպես, մեկ, վերջ սիրելիներս, հիմա լավ խառնում ենք, շատ ալյուր չենք անում, որպեսզի նախ շատ հաստ չլինի, հետո ճաքեր չտան, այսպես, հիմա սա լավ խառնում ենք, թողնում և անցնում ենք սխտորին, նախապես սխտորն էլ եմ մաքրել պատրաստել, սխտորը պետք է բլենդերեմ, որպեսզի շատ խոժոր չեղնի, սիրելիներս,
Սա հիմա կդնենք մի կողմ եւ սխտորը կբլենդերենք։ Հիմա նայեք սխտորը ամբողջ մաքրել եմ բացել, հիմա լցնում եմ։ Նայեք սխտորի հետ լցնում ենք ջուր։ Այսքանը բավական է։ Եվ բլենդերը միասին կսիրելինես։ Պատրաստում ենք սիրով, պատրաստում երկու օրը բավական է։ Լավ խառնելուց հետո այսպես մի քիչ այսպես լցնում ենք տակի մասը, նայեք ինչքան լավն է, այսպես մի քիչ տակի մասից ենք լցնում, նույն ինչքան գեղեցիկ է և այսպես դնել ենք հարկը դեր շատ մեծ եղով լավ ենք եսնել առանձին կդնել սրա փոքրիկն էլ էստեղ հիմա նայեք այսպես նորից ամբողջը կքաշի իրա մեջ հիմա հաջորդին եք անցնենք ուրիշ ավել ոչինչ պետք չի նայեք այսպես հիմա այն մեկն էլ նորից մենք և նորից սարը տեղ ենք դնելու ուղիղ երկու օր հետո արդեն կանենք վերջնական կկանխենք չորանը պատրաստ կլինի տեղ չտվեց այնտեղ լավ չորացել են այսպես հիմա կանենք տակի մասնել կլցվի այսպես
Դե ինձ սիրելիներս նայեք, արդեն անցավ 2 օր։ Հիմա արդեն հանելու ենք չամանի մեջից, այ այսպես նայեք։ Նայեք ինչքան լավն է։ Հիմա նորից ես այ այսպես նայեք։ Կանեն և ցույց կտամ։ Նայ այսպես թրջենք այսպես ամբողջը այսպես Հիմա անցանք հաջորդին։ Սա լույսան կպերը տեսնում եք։ Այ այսպես։ Նորից լավ կսենք։ Սիրելիներ, սա էլ կախենք և արդեն վերջում չորանա լրիվ։ Նորից կմիացնեմ, ցույց կտամ, արդեն չոր վիճակում։ Հիմա նայեք սիրելիներս, արդեն կախեցի, սա մեկ, հիմա հաջորդը ցույց կտամ, տեսեք ինչքան լավն է եղել, այսպես կմնա 4-ից 5 օր, 4 օրը բավական է, լավ կչորանա, մեկ է ցույց կտամ արդեն չոր վիճակում սիրելիներս, դե ինչ, այսօր այսքանը, նայեք, ինչքան լավն է, սա երկրորդը սիրելիներս, նայեք, ինչքան լավն է եղել, երկուսն էլ, նայեք երկուսն էլ միասին, Դե ինձ սիրելիներս, ահա նայեք ինչքան լավ չորացել է, ինչքան լավն է եղել և հավատացնում եմ շատ համեղ է սիրելիներս, պատրաստեք այս տարբերակով և կտեսնեք ինչքան լավն է լինում, պատրաստեք և համտեսեք, շատ համեղ է, դե ինձ սիրելիներս, պատրաստում ենք սիրով, պատրաստում ենք համեղ, պատրաստում ենք գեղեցիկ, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքին, սիրելիներս, թող բոլորիդ գալիք նոր տարին շնորհավոր լինի, բոլորիդ համար խաղաղության, առողջության, հաջողության, երջանկության տարի լինի սիրելիներս, այսօր այսքանը, վերջ, բոլորիդ տոնական տրամադրություն եմ մաղթում և հաջողություն, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքին, այսօր այսքանը սիրելիներս։